Հարգելի գործընկերներ, նոր տիկին Գրիգորյանը ինչ ասեց, որ կառավարությունը $500,000 գաղտնի ըստ ֆակտոր TV-ի բացահայտման, գաղտնի որոշմամբ $500,000 է տվել իր քաղաքական համախոհին։ Այս նախադասության մեջ ոչ մի բան ճիշտ չէր, որտեղ ոչ թե ֆակտորն է դա բացահայտել, այլ կառավարությունը գաղտնազերծել է իր իսկ գաղտնի որոշումը։ Եթե այն կառավարությունը չուզեր ֆակտոր TV-ին կամ դուք իմանայիք դրա մասին, դուք դրա մասին չէիք իմանա։ Հաջորդը $500,000 ոչ թե տվել է Վարդան Ազատյանին, այլ այն կազմակերպությանը, որի եթե չեմ սխալվում, ղեկավարն է նա եւ որին պատվեր է տվել։ Երրորդը ոչ թե տվել է մեկ անգամյա դրամաշնոր, այլ եթե չեմ սխալվում 5 տարվա մեջ։ Եվ եթե դուք նայեք, ասենք, այդ կազմակերպությունը ունի, ասենք, չգիտեմ, պայմանական 3 կամ 4 աշխատող, դա ստացվում է իրենց ամսական աշխատավարձը, մեկը հաշվել էր այս վերջերս 200 քանի հազար դրամ։ Այնպես որ դուք հիմա դասական մանիպուլյացիա արեցիք, բայց կարճ տևեց մանիպուլյացիան։ Հաջորդը Ես ճիշտ լսեցի, որ պարոն Դանիելյանը իր ելույթում ասեց, որ կուսակցություն փոխելը չարիք է, թե ինչ, դες մի բան ասեցիք, պարոն Դանիելյան։ Չէ, կոնտեքստից չեմ կտրում, բացարձակ կոնտեքստից չեմ կտրում, ուղղակի ես կարծում եմ դուք անարդար եք տիկին Գրիգորյանի հանդեպ, որտեղ ձեր կողքը նստած է, այս մարդը իմ քայլով եկավ դառավ պատգամավոր, հետո բան արեց, քաղաքականապես միացավ Վահե Հակոբյանին, վերածնվող Հայաստան կուսակցության։ Եթե չեմ սխալվում, տիկին Գրիգորյանը մի ընդհատեք ինչ Ժորժ ջան։ Եթե չեմ սխալվում, տիկին Գրիգորյանը ներկայացնում է վերածնվող Հայաստան կուսակցությունը Վահե Հակոբյանի, որը ինքնին Հայաստան դաշինքի մասն էր, որը հետո էլ ոնց որ թե դուրս եկավ Հայաստան դաշինքից առնվազն ազգային ժողովում, բայց տիկին Գրիգորյանը մնաց։ Այնպես որ պետք չի վիրավորել տիկին, ասում եմ ներողություն։ Պարոն Դանիելյան ջան, խնդրում եմ մի ընդհատեք ինձ, պարոն Եղոյան ջան, դուք էլ խնդրում եմ մի ընդհատեք պարոն Դանիելյանին, երբ որ ինքը ընդհատում է ինձ։ Հաջորդը, ասեցի վերածնվող Հայաստան, ասեցի Վահե Հակոբյան, հիշեցի։ Դուք էլ ասեցիք ԶՊՄԿ, տիկին Գրիգորյան, էլի հիշեցի։ Կրկնում եմ, դուք վերածնվող Հայաստան կուսակցության անդամ եք։ Վերածնվող Հայաստան կուսակցության անդամ Վահե Հակոբյանը Չէ, հետախուզման մեջ է, հենց նոր կարդացի, փաստորեն ինչ է պարզում, այս տարվա նոյեմբերի 11-ին հայտարարվել է, որ հարցման ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի փակագծերում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը երկրորդ մասի երկրորդ կետով եւ 296-ի փողերի լվացումը երրորդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի, այսինքն այս տարվա հոկտեմբերի 31-ին մեղադիալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հիմա հարց տիկին Գրիգորյան, ձեր կուսակցության ղեկավարը ինչի է փախած, Ուր է Վահե Հակոբյանը, տիկին Գրիգորյան։ Ուր է Վահե Հակոբյանը։ Կգաք ստեղից կպատասխանեք փողերի լվացման մեջ մեղադրվող ձեր կուսակցության ղեկավարը, ձեր կուսակցական շեֆը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ուր է փախած։ Հետո խոսում են ԶՊԿՄԿ-ի մեջ։ ԶՊԿՄԿ-ի կոնտեքստում էլ ասեք Վահե Հակոբյանը ինչ է արել, ինչի է ինքը հիմա մեղադրվում կոռուպցիայի փողերի լվացման մեջ։ Պատասխանեք։ Ու նաև պատասխանեք, ընդհանրապես քաղաքական տրամաբանությանը տրվում, օրինակ ոնց է ստացվում, որ մարդը իմ քայլով, դուք նաև բան սիրում եք, չի ասել, հեղափոխությամբ իշխանության եկածները ինչ որ ասում էին այսպես չեղավ, դուք էլ եք հեղափոխությամբ իշխանության եկել, դուք գիտեք դուք դրա մասին։ Հեղափոխությամբ իշխանության եկել, հետո միացել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք գիտեք ով եք։ Դուք 100 հազարավոր մարդկանց, ովքեր որ փողոցներում Հայաստանի հարավակ էին անում, այդ մարդկանց տված վստահությունը ձեզ, անձամբ ձեզ, դրել եք Քոչարյանի ոտերի տակ։ Գիտեք որ Քոչարյանի, այն Քոչարյանին, որից եւ իր ընտանիքից դատախազությունը պահանջում է արգրավել համագումարով, հանրագումարով, մոտ $200 միլիոն համարժեք գույք փող եւ այլն։ Այդ դրա մասին խոսացեք։ Տեսա որ գրանցվեցիք
կգաք եւ կպատասխանեք։ Ամենակարևոր հարցը կպատասխանեք հետեւյալ հարցին. ուրա ձեր կուսակցության Վահե Հակոբյանը, ձեր կուսակցության ղեկավարը, ձեր քաղաքական ղեկավարը ուրա ինչիա փախել, ինչի չի գալիս եւ հանձնվում, որպեսի դատարանը վճռի իր ճակատագիրը։ Շնորհակալություն։